Ռուսները ավելի մեծ մի հատ վտանգավոր խաղ են սկսել։ Ու ես էլ առիթ այլի ասեմ, շատ եմ մտածում, ասում եմ Նիկոլին ասում են, հա բա ոնց, պարոն Փաշինյան ճիշտ է, գնա արդարությունը վերականգնի մեղքը հայ ժողովուրդը, ռուսները մենք չենք դրանց այդ ապօրինությունների դրդեր։ Նիկոլը հելա բաս է օգոստոսի 17-ին։ Հələ ես վաղուց էի ասում էի Նիկոլին բերելու են սրանց փուրը տան։ Որ ապացուցեն, որ ռուսները ոչ մի ստորությունների հետ կապ չունեն, դրանք են արել, ու Նիկոլը դա օգոստոսի 18-ին ասեց։ Բայց ինքը գիտի էտա, կա ավելին։ Երբ որ այդ խնդիրը լուծում են ձեռ ետել արանքով հայտարարություն են անում Լավրովի կողմից, որ մենք ձեզ տեր ենք հանգիստ նստեք, որ վաղը մյուս օրը իրանք ծրագիր ունեն, ու երբ որ իրանք որոշեն մի կողմից տարածում են Նիկոլը կոնֆլիկտի մեջ է ռուսների հետ։ Նիկոլին առերևույթ թևերի տակ փափուկ բարձ են դնում, ուղարկում են դու ճիշտ ես, պրոբլեմ չունես, ռուսը խիբդի վատը ուզի հայ ազգի։ Մյուս կողմից նորից հակա Նիկոլին շարեն անում, որ ինքը, չգիտեմ, Սորոսը, Մորոսը, ինչի համար, որ իրանք Էրդողանի հետ գործարք կանեն Ղարաբաղի հետ կապված, հանգարց աղետի մեջ են գնի Հայաստանը։ Իրանք Նիկոլին այդտեղ կդնեն ժերտվա կտան, չեմ ասում խփելու իմաստով, այսինքն Նիկոլի վրա սպիսատ կանեն, Քոջանին կբերեն իշխանության իբր կկանխեն, հետո որ հաջորդի մեջ իմ նման ասեն, տեսակ ռուսը չէր հերթական անգամ ծախեց հողերը, կասեն չէ այ մարդ ինչ է ռուս, այն Սորոսի կողմից հեղափոխություն արած Նիկոլ Փաշինյանը եկավ, ռուսների հետ թարսվավ, ռուսները դրա համար սենց արին, հիմա լավ էր Քոչարյանը եկավ փրկեց երկու շրջանը կորցրին, գոնեն 3 շրջանը մնաց, բան, աղբերը ավելի լավ է ոչ եմ Քոչարյանն էլի, մենակ մեր երեխեքը չմեռնեն։ Ուրիշ բան էլ ասեմ։ Ես պնդում էի, ասում էի կտեսնեք Պուտինի կաբինետում, նստել են, դա էս ապրիոր եմ, ասում կտեսնեք հիմա մասը։ Կանչելակ Պուտինը ասել է աղբեր, Սերժի հետ պայմանավորվածություն ունեիր, որ գնաց վարչապետ։ Սերժը հա մատի փաթաթաներ սարքեց 10 զոհը, չեր ելեմ։ Ինքը ասում է ժողովուրդը չի ընդունում, դու ասում ես սուտ ասում, ժողովրդի մի մասը չի ընդունում։ Հիմա դու պատրաստ ես, գնաս Բերդի դռներով անցնես կամերներով, քո արդարացության համար կռիվ տաս, եթե դու արդար ես, կարդարնես գկաս իշխանության։ Պատրաստ ես, Քոչարյանն ասել է հա։ Դե նա այդ առումով դուխով ասեք, Սերժը կարող է վախենար Բերդ մտնելուց, ասել չէ։ Ինձ նվեր տվեք սպիտակ նժույգով գամ։ Քոչարյանը չէ, ինքը կռիվ տվող մարդ է։ Ասել է ախպեր, ես մեղավոր չեմ, պատրաստ եմ մտնեմ Բերդ ու դակասատանեմ, որ ես անմեղ եմ, ասել են ուրեմն գկաս իշխանության։